հետո գոհարին ինձ թվում է, որովհետև ցոլակին չենք առաջի անգամ ենք միանում եւ հետո գոհարը Մելոյան պատրաստ կլինի, երևի թե կանենք, միանանք ցոլակին, հա։ Անահիտ ջան, համաձայն եմ ձեզ հետ, իդեպ։ Ցոլակ ջան, ողջույն, մեզ լսում ես։ Ողջույն, Նարեկ ջան։ Լսում եմ ես, ողջույն, Նարեկ ջան։ Ողջույն Ցոլակ ջան։ Խնդրում եմ ներկայացու իրավիճակը Հայաքվեի կողմից դու դիտորդական առաքելություն ես իրականացնում, ընդհանուր ինչ խախտումներ են եղել, ինչա տեղի ունենում ու ոնց է տրամադրությունները։ Այո, Հայաքվեն համագործակցություն հասարակական կազմակերպություն է, գիտեք, այս պահին գտնվում ենք Գյումրիում եւ Փարաքարում ունենք նաեւ ներկայ վերահսկում ենք ընտրությունները, այս պահին ես համակարգում եմ 3101-ից մինչև 3111 ընտրատեղամասերը, որը գտնվում է 58 թաղամասում եւ անի թաղամասում Գյումրիի։ Ընտրությունները անկեղծ ասած իմ տեսած երևի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները կարելի է սա համարել։ Դուք տեսաք նախընտրական քարոզարշավում ինչ էր գործ ունեցան։ Այսօր ակնհայտ տարբեր տեսակի ռեսուրսների կիրառում, օրինակ հենց նոր 3104 ընտրատեղամասում քաղաքացիական պայմանագիր կուսակցության կոչված կուսակցության ներկայացուցիչը նստած ցուցակագրած գիտի ով է գալու պլյուս մինուս անում հենց նստած հանձնաժողովի մոտ մի քանի տեղամասում ունեցանք նաև վեճեր հանձնաժողովի նախագահի հետ ակնհայտ նաև որոշ հանձնաժողովի նախագահների կողմից այնպիսի պահվածք որ ակնհայտ չեն տիրապետում գիտելիքին, այսինքն ընտրությունները այս պայմանությամբ կարելի ասել շատ խնդրահարույց են, ես սպասենք արդյունքներին, տեսնենք ինչ կլինի։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ այս պահի դրությամբ արդեն առկա են հստակ պատճառներ ասելու համար, որ ժողովրդավարության չափորոշիչներին համապատասխանելու հետ ակնհայտ խնդիրներ ունեցող ընտրություններ են ցոլակ։ Միանշանակ, Նարեկ ջան, միանշանակ այս պահին դեռ ունենք 5 ժամ, 4.5 ժամ դեռ քվեարկության ավարտին, բայց խնդիրները բավականին շատ են, ակնհայտ շատ են խնդիրները, նույն գազեններով մարկանց բերել, տեղամասեր, չգիտեմ, վերահսկողություն ակնհայտ, այսինքն մենք ինչ կարանք պատկերացնենք, որ քվեարկության ընթացքում կարա լինի, այս 11 տեղամասում գոնե ես որտեղ շրջել եմ այսօր, տեսել եմ, ամեն ինչ գրեթե տեսել եմ։ Այսինքն փաստացի բացահայտ կեղծիքներով ընտրությունն է ընթանում, իսկ մի հարց, մասնակցության մասով ինչ կասեք, այս մասնակցության թիվը ոնց է ձեր համար։ Մասնակցությունը նաև այդ որ մեզ մտահոգում է ինչը տեղեր կան բավականին ցածր է, տեղամասեր կան բավականին ցածր է մասնակցությունը, տեղամասեր կան բավականին բարձր են, տեղամաս կա բավականին շատ է, հենց այն տեղամասերն է, որտեղ ասում եմ, եկել տեսնում ես մի հատ մեծ խումբ մարդիկ են մտնում։ Ակնհայտ նաև ինչ է նկատվում, օրինակ երևի ինչ որ մի հիմնարկի աշխատող, միտեղ օրինակ պարզեցին, որ դպրոցի ուսուցիչ էր, ով որի կոլեկտիվը գալու է, այդ ժամին հայտնում է եկել որպես վստահված անձ ԿՊ-ի ու սկսում է ցուցակագրել։ Իսկն ակնհայտ է, որ փոխվում է նաև բարբերաբար իրենց ներկայացումը, կողմնա նաև կոլեկտիվ են գալիս։ Այնտեղ որտեղ դա կազմակերպված է, մասնակցությունը բավականին բարձր է, բայց տեղեր կան, որ այս պահին համատապար ավելի ցածր է։ Բարձր, այսինքն այդ իավկեն կարա լինի նաև բերված մարդկանցով ապահոված, հա։ Այո, բայց մենք ես օգտվելով կոչ անենք մեր գյումրեցիներին անպայման գալ քվեարկության, որտեղ միայն քվեարկության գալով բացական երևույթներ ընտրության արդյունք հնարավոր է լինել։ Խնդրում եմ բոլորին գան քվեարկության, որպեսզի ապահովեն գյումրեցու ձայնը։ Մենք բոլորս կանգնած ենք այստեղ, բոլոր տեղամասերում ունենք ներկայացուցիչներ, երկուական նույնիսկ, ու խնդրում ենք, որ գյումրեցիներն գան իրենց պարտքը կատարեն, որպեսզի կանխենք ԿՊ-ի ընտրվելը Գյումրիում։ Ցոլակ ջան, շնորհակալություն կապի մեջ եղի, ես նույն ձևով կմիանանք մենք էլի քեզ, եթե լինի հրատապ ասելիք, հանգիստ կարող ես մեզ գրել, մենք նորից քեզ կուղարկենք ու կմիացնենք մեր ուղիղ։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Շնորհակալ ենք։ Այս այլ հարցը, որ տեղեկություններ կա, որ վրացական համարներով ավտոբուսներ են, տարբեր տեղեր կանգնած, հեսա մասնավորապես մեկ